Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. մարդիկ պետք է համոզվեն, որ Նարեկ Մանուկյանը Փաշինյանի կողմից ընտրություններին ընդառաջ ներդրվող տրոյական ձիչ է։ Ժողովուրդը հայտնում է, որ որևէ պաշտոնյա պատասխանատվության չի կանչվել եւ դատարանի դռներն են ընկել հայրենիքի համար պայքարող քաղաքացիները։ Փաստը գրում է. իշխանավորները շվարած են, թե ինչ աջակցություն է վայելում հայ առաքելական եկեղեցին։ Հրապարակի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հրապարակը գրում է նաև, որ Ռոսիա-Մոլի ոսկի վաճառողները կարող են գործազուրկ դառնալ։ Սուքերսյանները տարածքը տրամադրել են այլազգի գործարարի։ Ժողովուրդը հայտնում է, որ իշխանությունները նպատակ ունեն միավորելու Վահաշապատը եւ Խոյը։ Մեղակյանը Խոյից կարող է կպին ձայներ բերել։ Փաստը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում փող ու իշխանություն, որպեսզի գնա քաղաքական ինքնասպանության։ Հրապարակը գրում է. իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում հոգևոր հայրերին, սակայն ՄԻՊ-ի կողմից ձայն բարբարող հանապատի ժողովրդի տեղեկություններով ճնշումները կմեծանան այն ընդդիմադիրների վրա, ովքեր դիմավորել են Գարեգին Բին։ Ժողովուրդը նշում է, որ Հակոբ Սիմիդյանն անշարժ գույք չի հայտարարագրել։